Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի մի եթերում։ Այսօր քննարկելու ենք աղարշապատում սպասվող ընտրությունները իրական օրակարգի ֆորմատում քաղաքագետներ Երվանդ Բոզոյանն եւ Ստեփան Դանիելյանը։ Շնորհակալ եմ պարոն հրավերս շմերժելու համար։ Աղարշապատում նոյեմբերի 16-ին տեղի ունենալու ընտրություններ, կարճ ժամանակ է մնացել։ Իշխանությունները եւ բնականաբար նաեւ ընդդիմությունը այս ընտրություններին մոտենում է որպես կիսաեզրափակչի ընտրություններ, որոնք նախ մոտ լինելով Հայաստանի բնակչության կեսը իր մեջ ներառող Երևանին ցույց է տալու Երևանի պատկերը մեծ իմաստով, հա, եւ ընտրություններ, որոնք համապետական գլխավոր ընտրություններից առաջ երևի թե վերջինն են, եթե միջև այդ Նիկոլ Փաշինյանը մի ինչ-որ նոր բան չբստրի, հա։ Ինչ իրավիճակ ունենք Վաղարշապատում, սկսենք ձեզնից պարոն Բոզոյան, Վաղարշապատում ակնհայտ է, որ իշխանությունները լուրջ խնդրի առաջ են կանգնել։ Ես հիշեցնեմ, որ նախընտրական այս process-ները սկսելուց առաջ այնտեղ ԿՊԱ-կանը Դիանա Գասպարյանը հրաժարական տվեց, իր փոխարեն նշանակեցին Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանին եւ լավ հասկանալով, որ Էջմիածին խոշորացված համայնքում ինքը պարտվելու է, Էջմիածին խոշորացված համայնքին միացրեցին նաեւ Խոյ խոշորացված համայնքը, որովհետեւ Արգիշտի Մեխակյանը Խոյից է եւ հույս ունեն այնտեղից հավելյալ ձայներ ստանալ։ Խնդրեմ, ինչ իրավիճակ ունենք։ Տեսեք, ուրեմն եթե մենք դիտարկում ենք 21 թվականի ընտրությունների արդյունքները, ապա կտեսնենք, որ այն ժամանակ ԿՊ-ն Էջմիածինում ստացել էր մոտավորապես 5000-ից մի քիչ ավել ձայն, նույնը Խոյից ստացել էր 5000-ից ավել ձայն, այսինքն ընդհանուր առմամբ հավաքել էր 10000 ձայն, հա, այսպես։ Եվ ինքը ստացել էր մեծամասնություն, որտեղ բնակչության քանակը այդքան շատ չէ, 10000 ձայնով դու կարող ես ձևավորել իշխանություն։ Ընտրությունների մասնակցողներն են շատ։ Ընտրությունների մասնակցությունների մասն է խոսքը, հա։ Ուրեմն դու գիտեք, որ այս տարվա հունիս ամսվան որոշում կայացվեց, որ այդ երկու համայնքները պետք է միավորվեն, ենթադրում են իրանք, որ քանի որ Արգիշտի Մեխակյանը Խոյից է եւ Խոյից ինքը ունի ավելի մեծ հեղինակություն եւ դրա արդյունքում այդ մեծ արդեն համայնքից կարող է պետք է ինքը շանսերը կմեծանա հաջողության, տեսեք, ընտրողների քանակը Էջմիածինում եղել է 21 թվականին 43000, բանում Խոյ համայնքում եղել է 21000, եթե դուք միավորում գումարում եք իրար, մաթեմատիկան գալիս է մոտավորապես 65000, բայց իրանք միավորման արդյունքում ներկայացնում են, որ ընտրողների քանակը դառել է 70000, այսինքն 65000 միացման տեղը դառել է 70000, այսինքն 4 տարվա մեջ դժվար թե 5000-ով մարդիկ ընտրողների քանակը ավելանային, իրանք ձևակերպում են, որ Արցախից փախստականներ են եկել, բայց անդադ փախստականների մասին խոսում են 2-ից 3000-ի մասին, բայց թիվը դրել են 5000, այսինքն եթե մենք դիտարկում ենք, որ 10000-ով դու կարաս իշխանություն ձևավորես, 5000 հավելյալ ձեն է գալիս, որտեղ այսպես ասած մեռած հոգիներ են, գոնե ֆորմալ իմաստով այդպեսին կարամ ձևակերպել, որտեղ իշխանությունը չի կարող հիմա թե որտեղից այդ 5000 ավելցուկը կա, դա նշանակում է իրանք փորձում են մասնակցել ընտրությունների ժամանակ 50% հանած բոնուսով։ Սա իրենց հավաքած ձայների 50% բոնուսով։ Սա իհարկե շատ բարդացնում է անդիմության վիճակը եւ դրա համար հաշվանալու այդ հանգամանքը եւ մեր այս բնակիչներին ուղղակի ուզում եմ նշել, որ այն մարդիկ, որոնք դեռ չեն կողմնորոշվել, այն մարդիկ, ովքեր որ ձայնի իրենց ձայնը մտածում են թույն տան, ապա իմացեք, որ իշխանությունը փաստացի զգալով այդ իր ծանր վիճակը, ինքը ունի այդ մանիպուլյացիայի հսկայական հնարավորությունը, եւ ես կոչ եմ անում օգտվելով այս իրավիճակից, որ բոլոր այն մարդիկ, ովքեր որ իսկապես մտահոգված են այս իրավիճակից, անպայման մասնակցեն ընտրություններին, որտեղ սա այն դեպքն է, որտեղ հիշում ես Ռուսաստանում այսպես բար Գալասուի իլի պրոյեգրայեշ տարբերակով մասնակցի, որպեսզի դու չպարտվես տարբերակով։ Ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին, որ ակտիվորեն մասնակցեն, որպեսզի չպարտվեք։ Սա շատ կարևոր խնդիր է, որտեղ ես նույնպես եմ կրկնում։ Այս իշխանությունը նույնիսկ եթե իրան տեխնացուն ինչ-որ լավն է կամ չգիտեմ ինչ է, միևնույնն է, լավ մարդը, լավ տղան փեշակ չի։ Լավ տղան այս իշխանության պայմաններում չի կարող կյանքի կոչել նորմալ ծրագրեր, որտեղ այս իշխանությունը իր էությամբ, իր բնույթով, իր բովանդակությամբ մենք տեսել ենք թե ինչ է ներկայացնում Հայաստանի մակարդակով, իրանք ինչ արեցին Արցախի մակարդակով, իրանք փոքր բիզնեսը ոչինչ հասնում են ճանապարհով են բռնել, իրանք հայտարարում են, որ շրջարկը պետք է վերացնենք, վերացնելու ճանապարհին են գնում, կրճատեցին իրենց շեմը եւ չեն էլ թաքցնում, որ ասում են, որ մենք մի քան 1-2 տարվա ընթացքում ընդհանրապես ուզում ենք շրջարկը վերացնենք։ Գյուղացիությունը, տեսեք, տնտեսական զարգացումը անընդհատ 2 անգամ հնարավոր մեծացվել է, բայց մեծացվել է ինչի շնորհիվ, ռուս-ուկրաինական պատերազմի շնորհիվ, չէ՞։ Բայց
հարց եմ տալիս, երկու անգամ հնան մեծացնելու պարագայում, քանի անգամ է մեծացել մարդկանց կենսամագարտակը, ես կարծում եմ, որ շեշտակի անկում ապրել կենսամագարտակը, բոլոր ցուցանիշներով փոխարենը ամեն անգամ բանոզան ինչ որ նոր հնարքներ են մտածում ժողովրդին քերելու համար։ Տեսեք, ներողություն, մի պարզ օրինակ բերեմ, վերջերս հոկտեմբերի 1-ից կաթնամթերքը 20 դրամով թանկացավ։ Ու բոլոր ամբողջ տեսականին, եւ պատճառը մի բան է։ Այս իշխանությունները ժամանակ Բեկում բարձրաստիճան բարձր պաշտոն զբաղեցնող անձը մշակում է մի օրենսդրական նախաձեռնություն, անցկացնում է խորհրդարանում, որով պիտի այդ ըմպելիքների բոլոր այդ արտադրությունները QR կոդեր լինեն։ Հենց այդ օրենքը անցնում է, ինքը Պեկից դուրս է գալիս, իր ընկերությունը հաղթում է այդ տենդերը եւ հիմա կատնամթերք արտադրողները այդ թվում արդեն հոկտեմբերի 1-ից ամեն մի արտադրության համար 20 դրամ, ամեն մի հատ ապրանքի համար 20 դրամ վճարում են այդ ընկերությանը։ Եվ գործարարներից մեկն էր հաշվել, որը նաև կատնամթերք է արտադրում, փաստորեն այդ ընկերությունը օթից մի օրենսդրական նախաձեռնությամբ քաղաքացիներից տարեկան հավաքում է 100-ից 150 միլիոն դոլար։ Հիմա շարունակեմ, տեսեք, ուրեմն Transparency International-ը, որի օբյեկտիվության վրա կարծում եմ ոչ մեկ կասկած չունի, մանավանդ ինքը արևմտյան ընկերությունն է, իր գնահատականներով Հայաստանում կոռուպցիայի գործակիցը 20%-ով ավելի մեծ է, քան Վրաստանի իշխանությունների։ Այն Վրաստանի իշխանությունների, որի դեմ իբր արևմտյան կառույցները պայքարում են։ 20%, հասկանում եք, չէ՞։ Հիմա տեսեք, երկրորդը գնահատականը, որ համակարգային կոռուպցիան Հայաստանում ինչպես որ նախկինում կար, նույն ձևի մնացել է։ Նույն ձև ոչ մի կարող է չնչին ինչ որ որոշ ոլորտներում փոփոխություն կա, բայց օլիգարխիկ համակարգի բանը, այսինքն օլիգարխացման վիճակը շեշտակիորեն մեծացել է։ Ես մի օրինակ բերեմ, մինչև 2018 թվականը համախառն բանկերի համատեղ շահույթը 50-60 միլիոն դոլարի կարգի էր, 50-60 միլիոն։ Հիմա գիտեք ինչքան է հասել։ 1 միլիարդ։ 1 միլիարդի չափ։ 1 միլիարդին, որում 1 միլիարդ ինքը հասավ երկրաչափական պրոգրեսիվ 20 թվականին, 21-ին, 22-ին, 23-ին, 24-ին ուղղակի շշմել կարելի է եւ ամենազարմանալին երկու անգամ համախառն ներքին արդյունքը մեծացել է բոլոր ցուցանիշներով տնտեսական աճ կա գյուղատնտեսությունը անկման մեջ է գյուղատնտեսության մեջ կամ անկում կամ 0 հիմա հարց ես միայն այն գյուղացիները որոնք պիտի գնան այս մարդում քվեարկեն այդ մարդիկ պետք է ես կարող ուղղակի մազոխիստ անվանեմ որտեվ գյուղացին ըստ էության իր քրտինքը այս իշխանությունը արհամարում չի գնահատում եւ այս տիպի վերաբերմունքից պարագայում նորմալ գյուղացին չի կարա ուրիշ գնահատական տա հասկանում եք ինչ նախնդիրը այսինքն այս հետո բացի դրանից մյուս տարվանից սրանք ես հավատում եմ որ մտադիր են գյուղ մթերքների տեղափոխեն ընդդեսի դաշտ սա կլինի արդեն վերջնականապես կատաստրոֆա գյուղացիության համար ես այդ իմաստով եթե մենք շահադրում ենք ամբողջական այս համակարգը իր այդ նայում ենք տնտեսական սոցիալական իմաստով ապա ես կարծում եմ որ այս իշխանության վերդիկտը արդեն պետքա դրվի եւ վաղաշաբաթում եւ 26 թվականին ես էլ չեմ ասում որ այդ ազգային կոդերի դեմ պայքարը, եկեղեցու դեմ պայքարը, Մասիսարի դեմ պայքարը, ազգային արժեքների դեմ պայքարը, դրանք արդեն առանձին մի թեմա է, որը իմաստ չունի սպայդությամբ խոսել, բայց ակնհայտ է, որ այս իշխանությունը ամբողջովին արդեն սպառել է, մեծ հաշվով արդեն հասարակության ճնշող մասը գիտի, այս իշխանությունը փորձել է ինչ-որ մանիպուլյացիաներ անի, միգուցե տեղի մակարդակով կարողանա ինչ-որ մանիպուլյացիա անի, բայց մակրո մակարդակով, ամբողջ երկրի մակարդակով այդ շանսը չունի։ Պարոն, ես խնդրեմ մի դրվագի անդրադառնանք եւ նորից կխոսենք ընտրությունների ընթացքի մասին։ Այս իշխանությունները փաստորեն այս մի գործողությամբ երբ ուղղակի իրենց հարմարության համար, իրենց հաղթանակն ապահովելու համար վերցնում են ու մի համայնքը միացնում են մեկ այլ համայնքի ցույց է տալիս որ իրենց համար համայնքների խոշորացումը կամ թիմերի կառավարումը զուտ հարմարության հարց է, այսինքն Նիկոլ Փաշինյանը դրան վերաբերում է այնպես ինչպես իր հորական տանը, այսինքն զալը միջանցքից կառանձնացներ կամ մի ննջասենյակը մեկ այլ ննջասենյակից, խնդրեմ։ Ընդհանրապես համայնքների խոշորացումը շատ լուրջ խնդիրներ է առաջացրել բնակչության շրջանում։ Շատ տեղերում, օրինակի համար վերցնենք այնպիսի տեղեր, ինչպես ասենք Ճամբարակը կամ ինչա, ամեն մի թղթի համար շատ վատ պայմաններում ապրովել բնակչությունը, պետք է գումար ճարեն, մեքենա ճարեն, գնան մի թուղթ գավառ
ինչ որ այդ թուղթը վերցնեն, հետ կան բժշկության հարցերը, հիվանդանոցների հարցերը, այդ կենտրոնացումը շատ լրջագույն խնդիրներ։ Հիմա հիվանդանոցների հարցերը ավելի են բարդացնում, ասում են մենք ավելի խոշորացնելու ենք, փոքր համայնքները հիվանդանոց չունենան։ Գնացեք մեծ համայնքներ։ Ոնց որ ասում են, դիաերձարանով շենքի տակ չենք սարքի։ 70 կիլոմետր քշի։ Տեղեր կա, որ նույնիսկ շտապ օգնություն կանչելը լուրջ խնդրեմ է եւ մարդիկ մահանում են, որտեղ այս շտապ օգնությունը ծառայությունը չի կարողանում իրենց սպասարկել։ Բազմաթիվ նման հարցեր կան եւ այդ համայնքների խոշորացումը ընտրությունների ժամանակ ձայն հավաքելը դա ցույց է տալի, որ հպարտ քաղաքացիների նկատմամբ բացարձակ անտարբերություն գոյություն ունի։ Շատ կարևոր է, որ մեծ դիտողները կամ Անգրագետ Պողոսը այլևս իրենց հարևանը չի։ Իրենք էին ասում, չէ՞, քաղաքացիներն անվանում են Անգրագետ Պողոսներ։ Այդ առումով ես ուզում եմ շարունակել Երևանի տեսակետը, որ բանկային համակարգի մասին էր խոսում։ Մենք հիշում ենք, չէ՞, ֆիլմեր կային վեստերներ ամերիկյան, Bonnie and Clyde եւ այլն, երբ որ իրեն գնում էին բանկեր էին թալանում, բնակչությունը իրենց շատ դրական էր վերաբերվում, որտեղ բանկերը համարում են դա մի կառույցներ, որ իրանց թալանում է, իրանց բանկային ստրկության մեջ է մտցնում։ Բանկերը գերշահույթներ են այսօր ստանում, Երևան դասից չէ, առաջ 50-60 միլիոններ, միլիարդի, բայց բանկերը հակառակը բնակչության ստրկության մեջ են մտցնում եւ ստրկության մեջ գտնվող այդ վարկերի տակը ճռող բնակչությունը ինքը ավելի հեշտ կառավարելի է, ավելի կախված է պետությունից եւ այն մի քանի հազար դրամ, որ ավելացնում են թոշակ եւ այլ, իրենք ուրախանում են, բայց պետությունը հսկայական գումարներ է վերցնում։ Այս ստրկությունից պետք է նաև դուրս գալ, այդ բանկերի խնդիրները է շատ կարևոր, եւ սա նշանակում է, որ տեղական ընտրությունները այսօր Հայաստանում դա տեղական ընտրություններ չեն, դա քաղաքական ընտրություններ են, եւ միջև վերևի մակարդակում քաղաքական փոփոխություններ չլինեն, տեղական մակարդակում ոչ Բայց տեղական մակարդակի ուղերձը շատ կարևոր է վերևի փոփոխության համար, որովհետեւ Էջմիածին արդեն ասացի, համապետական ընտրություններից առաջ խոշոր ընտրություն է լինելու Եվ այս թիմերը խոյը վաղարշապատին Էջմիածնին միացնել հենց այս նպատակ ուներ, այսինքն Նիկոլ Փաշինյանը լավ է հասկանում, որ եթե պարտվում է Էջմիածնում վաղարշապատում, ապա շատ դժվար կլինի համոզել ժողովրդին եւ որ ամենակարևորն է իր կողմ թիմակիցներին, որ իրանք 2026-ին հաղթելու են, համաձայն եք։ Համաձայն եմ եւ ինչը ճիշտ է պետք է ասենք, ինչ որ ասֆալտներ են սարքում, ճանապարհներ են սարքում, բայց այդ ճանապարհները ինչի համար են սարքում։ Սարքում են պետական բյուջեի հաշվին, ոչ իրենք են դա ներդրումները կատարում, եւ դա ընտրական կաշառք է ստեյություն Իրանից ներկայացնում։ Բոլորը նախկինների ժամանակ գոնե Շմայսն էր սարքում իր գրպանից, հա։ Ոչ թե իր համայնքի բյուջեից չէր սարքում։ Ուրեմն 17 թվականի կարծեմ 17 թվականներ Երևանի ընտրությունների ժամանակ այս ԿՊ-ն դեռևս իշխանության չէր եկել, այս գործող վարչապետը կոչ արեց, ասեց կաշառք մի վերցրեք, ընտրակաշառք։ Մեզ ընտրեք, հաղթենք, մեզ ընտրեք, մենք Երևանի բյուջեի հաշվից գումարը կվերադարձնենք, ոնց էին հաշվելու, ինչպես է քվեարկել, ես չգիտեմ, բայց սա մտածողությունն է, այսինքն բյուջեի հաշվին կաշառք տալ։ Ընտրությունները համապետական մոտենում են, սա ճակատագրական ընտրություններ են եւ Էջմիածնի ընտրությունները տեղական ընտրություն սարքել հնարավոր չի լինի, որովհետեւ Էջմիածնի ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը չափազանց մեծ է եւ էջմիածինցիները հասկանում են, որ նաեւ իրենց ընտրություններից կախված է Հայաստանի ապագան եւ հետաքրքրությունները ընտրությունների նկատմամբ շատ մեծ է։ Ես կարծում եմ, որ էջմիածինցիները շատ ակտիվ կլինեն, որտեղ այս իշխանության ամենակարևոր նպատակը այն է, որ ընտրություններին քիչ մարդ գնա։ Եթե ընտրություններին շատ մարդ է գնում, իշխանությունները պարտվում են եւ դա լինելու է նաեւ համապետական ընտրությունների ժամանակ։ Ես կոչ կանեմ, որ բոլորը կատարեն իրենց քաղաքացիական պարտքը եւ հասկանան, որ այս ընտրությունները իրոք համապետական ընտրություններ։ Ես հիշեցնեմ, որ Գյումրու ընտրությունների ժամանակ երբ Մայր Հայաստան ներկայացուցիչները ասում էին, որ պետք է ակտիվ գնալ ընտրատեղամասեր, որ հնարավոր է այս ընտրական ճանապարհով հեռացնել Նիկոլ Փաշինյան, փոքր Նիկոլ Փաշինյանն, ինչ է, Սարիկին, իրանց Սարիկին շատերը չէին հավատում, բայց իրականում Գյումրու մոդելը կարծում այսպես ռեստարտ էր ընդդիմության համար եւ նաեւ զգուշացնող կրակոց էր Նիկոլ Փաշինյանի թիմի համար, որովհետեւ իրանք էլ հասկացան, որ
այն մեխանիզմը, որը կա, դրանով էլ իրենք կարող են պարտվել։ Եթե իհարկե չեն գնում տոտալ ընտրակեղծիքների, որը արդեն կարող է բերել հեղափոխության, այսինքն երբ մարդիկ գնացել տեղամասեր քվեատուփերի մոտ, ընտրել են այլ մարդու, բայց այլ մարդա մնում իշխանության, բնականաբար դժգոհությունը բերելու է հեղափոխության։ Հիմա ինչպես անել, որ էջմիածնի վաղ շաբաթ խոշորացված համայնքի ընտրությունների, ասենք լավ, գնում են ընտրակեղծիքների, հնարավոր է, որ լոկալ այս ընտրությունը, որի ազդակները համապետական են, հենց ինքը հեղափոխության տրիգեր դառնա, եթե փորձեն կեղծել, չգիտեմ, փոխել պատկերը։ Տեսեք, ես ասես ձևակերպեմ, տեղական մակարդակով հաշվառնելով այն հանգամանքը, որ կարող են տարբեր տիպի մարդկանց բերեն գրանցեն, տեսեք, ես 5000 մարդը հենց ներս չասեցի, տեսականորեն դա հնարավոր է։ Հայաստանի մակարդակով դա հնարավոր չի, որտեվ եթե տեղական մակարդակով ուրիշ մարզերից կարան բերեն այդ մարդկանց, ապա Հայաստանի մակարդակով չեն կարող դրսից մեծ քանակությամբ մարդկանց բերեն, որ այդ մարդկանց տեղը այդ մարդիկ քվեարկեն, հասկանում եք, չէ՞, ինչ նախնդիր։ Այսինքն այն խոսակցությունը, որ ընտրություններով կարան իրանք կեղծեն, կեղծելը չափեր կան, իրանք վարչական ռեսուրս կարան օգտագործեն, ընտրակաշառք կարան օգտագործեն, բայց կեղծել տեսականորեն այլևս չէին կարող գործնականի համապետականի իմաստով։ Համապետականի իմաստով։ Ինչի մասն է, պարոն։ Հիմա տեսեք, ես դրա համար ինչ եմ ասում։ Ես հարցը ճշգրտեմ, ինչի մասն է։ Եթե վաղար շաբաթում իշխանությունը պարտվում է, մենք գիտենք, չէ՞, հանրության մեջ կա մի հատված, գործարարների մեջ կան այդպիսի մարդիկ, իշխանության մեջ կան այդպիսի մարդիկ, որոնք սովոր են թեքվել հաղթողի կողմը։ Այո։ Այսինքն ես ուղերձի իմաստով եմ ավելի շատ ասում, որ իշխանությունը շատ կուզի վաղար շաբաթի ընտրությունները հաղթել, որ այդ տատանվողները թեքվեն դեպի իր կողմ, որովհետև կարող է թեքվեն դեպի ընդդիմության կողմ եւ իրանք պարտվեն, վստահաբար պարտվելու են առանց կեղծիքների, բայց առավել մեծ, այսպես ատրիվով պարտվեն, կտրվածքով պարտվեն։ Շատ լավ ասացիք, Գյումրիում իրանք պարտվեցին։ Վանաձորում իրանք փաստացի պարտվել էին։ Երևանում չպարտվեցին զուտ մանիպուլյացիայի պատճառով։ Ժողովրդի քվեարկության պարտվել են։ Եւ հա, եւ հասկանալի է, մանիպուլյացիայի արդյունքում իրանք կարողացան պայել, բացի այդ ընդամենը 28% է մաս։ Պատկերացրեք Ժողովուրդ ջան, եթե Երևանում մասնակցեր Գյումրիի պես, արդեն մենք ունենայինք արդեն նորմալ ընդդիմադիր քաղաքապետ եւ այս իշխանության խնդիրը լուծված կլիներ։ Այսինքն ես նույնիսկ եմ կրկնում, ընտրություններով դա հնարավոր է այս մարդկանց հեռացնել։ Հետո շատերը ասում են, բայց տեսեք, նախկին իշխանությունները կարողացել էին պահել, տեսեք ընտրակերպ, ինչի իրանք չեն կարող պահել։ Սա արդեն ներեցեք կոպիտ ասած քաղաքագիտական իմաստով անգլիագիտության արդյունք կա, որովհետեւ նույն Մաքս Վեբերը ինչ էր ասում, ասում էր, որ կա լեգիտիմության մի քանի աղբյուրներ։ Նախկին իշխանությունները, երբ որ հաջողություն էին արձանագրել Ղարաբաղում, իրենք բացի ընտրական լեգիտիմությունից ունեին նաև հաղթողների լեգիտիմություն։ Եվ այդ իմաստով իրանք կարողանում էին այսպես խախտումների միջոցով ընտրակաշառքի կամ ընտրակեղծիքի պարագայում, նույնիսկ այդ պարագայում որոշակի իշխանությունը պահել։ Այս մարդը չունի այլ աղբյուր լեգիտիմության, չունի, քան ընտրական լեգիտիմությունն է։ Եթե ինքը ընտրությունների ժամանակ կեղծիք արեց, 100%-ով ինքը իշխանությունը կորցնելու է։ Ի տարբերություն նախկինների, որտեղ այս մարդը այլ տեղից որևէ լեգիտիմ աղբյուր իր իշխանության լեգիտիմ գոյություն չունի։ Սա մեր ժողովուրդը պետք է հասկանա, այդ հասկանալը պետք է մեր քաղաքական դաշտը, պետք է մեր քաղաքական վերլուծական, լրագրողական դաշտը պետք է հրամցնի ժողովրդին, որ ժողովուրդը տեսնի դա, որտեղ ես նույնիսկ եմ կրկնում, եթե մենք կարողանանք իսկապես հավատ ներշնչենք, որ ընտրություններով մենք հնարավոր կլինի սրան փոխենք, շատ ավելի հեշտ անելու փոխելը։ Միանշանակ եմ ասում ես դες։ Երբանդ գործող իշխանությունը իրենք հանրությանը շանտաժի են ենթարկում եւ փորձում են պարտությունը հաղթանակ սարքել։ Իրենք ինչ են ասում, ասում են մենք պարտվել ենք, զոհեր ենք ունեցել եւ այդ զոհերը մենք ունեցել ենք հանուն ինքնիշխանության, այսինքն կորցնում ենք Արցախը, Սյունիքը հանձնում ենք ամերիկացիներին, իրականում թուրքերին, բայց մենք դրանով ձեզ բերում ենք խաղաղություն։ Այսինքն այս մանիպուլյացիան ինչ որ քանակի մարդկանց վրա աշխատում է, եւ այդ մանիպուլյացիան անում է ոչ միայն գործող իշխանությունը, այլ անում են նաեւ իրենց պրոքսի ուժերը, մասնավորապես Արամ Զավենի Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունը։ Եվ եթե ձայն են տալի օրինակ նման պրոքսի ուժերի, ըստ էության իրանք ձայն են տալի Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է կեղծիքներին, այս իշխանությունը նաեւ ինքը ասում են, որ իրենք ունեն քվեարկության լեգիտիմություն, որտեղ այո 2018 թվականին բնակության 80%-ից ավելին իրենց ձայն են տվել։ Ну կարող է ինչ-որ խախտումներ եղել։ 21 թվականին իրենք վախեցնում են
պատերազմով, որ գիտեք ինչ է սա ռևանշիստները գալու են, ասել են մենք գնալու ենք Արցախը հետ ենք վերցնելու, ձեր երեխաները զոհվելու են, եւ դրանով իրենք կարողացան ռեալ եւ կոռուպցիայի չագուժներին եւ կոռուպցիայի չագուժներին պահում եւ իհարկե այնտեղ որոշակի մանիպուլյացիաներ եղել են ընտրական, որոշակի ճնշումներ ա եղել գյուղապետների վրա, քրեական գործեր են բացվել եւ այլն, բայց մեծ հաշվով ես կարծում եմ կեսից ավելին իրենց ձայն տվել է 21 թվականին։ Հիմա եթե իրենք ստիպված գնան այդ կոպտագույն ընտրակեղծիքների եւ դրանով ձևական չակերտներով հաղթանակ ունենան, դա ազդակ կլինի բոլորի համար, որ հունիսի ընտրություններում համապետական իրանք դա այլևս չեն կարող անել եւ իրենք այլևս չունեն քվեարկության լեգիտիմություն, իրենք այդ վերջի լեգիտիմությունը կորցնելու են։ Ես լիարժեքորեն քո հետ համաձայնում եմ, իսկապես իրենք արդեն, եթե 21 թվականին ես կասկածում եմ, որ իրանք այդքեսից ավել ձայն ունեցել են, ես համոզված եմ, որ այդպիսի բան չկա։ Ես համաձայնում եմ, որ իրենց վարչական ռեսուրսները մաքսիմալ օգտագործել են, բայց նույնիսկ այդ պարագայում բավականին լուրջ կասկածելի խնդիր կար, այլ բան է, որ եթե այն ժամանակ լուրջ մակարդակի վերահսկողական համակարգ աշխատեր, ապա մենք ցույց կտայինք, որ իրենք այնուամենայնիվ այդ ձայները չեն ներել։ Թեև ես համաձայն եմ որոշակի ձայները իրենք ունեին, բայց այս անգամ արդեն հասարակությունը ամբողջովին արդեն հասունացած է, որովհետև 21 թվականին իրանք խոսք էին տալի, որ Արցախը կմնա, 21 իրանք խոսք էին տալի, որ այս ալգերիները այս 1-2 ամիս հետո դիմացեք, հեսա կգան, 21-րդ թվականին խոսք էին տալի, որ վերջնականապես ապագա է գալու խաղաղության, մարդիկ լավ են ապրելու, 21 թվականին հայտարարել, որ կոռուպցիայի դեմ պայքարելու են, հիմա 26 թվականի շեմին Արցախը գոյություն չունի այլևս, անվտանգության խնդիրները օդի մեջ արդեն բոլորը հասկանում են, թե մարդիկ ինչ են արել, օլիգարխների լկտիության աստիճանը արդեն սահմաններ չունի, եւ ըստ էության կոռուպցիան, որ հիմա խոսում են իրանք ուղղությամբ կոռուպցիայի մեջ են թաղված եւ ընդամենը մեկ օլիգարխի կողմից տարեկան մինչեւ 1.5 միլիարդ դոլար մաքուր եկամուտ ունեն։ Սա այդպիսի ցուցանիշ նախքին բոլոր ղեկավարները իրար գումարես բազապատիկ օլիգարխները գումարես այդպես ցուցանիշ չեն ունեցել ոնց որ Նիկոլ Փաշինյանն ա ունեցել այսինքն փոխարենը աննախադեպ երկու անգամ իրանց պարտքը մեծացել է 7 տարվա ընթացքում իրանց ճուգունն է արդեն դարել փեդից ճուգուն չագուչ ներողություն իրանց արդեն բոլոր հարցերում իրանք խափել են եւ ըստ էության ես հետաքրքիր ես դրանվան եկա կնես մի բան ասեմ Արգիշտի Մեխակյանը որ հիմա հայրը որ ըստ էության հերոս է Արցախի հերոս է եւ դրա իր անունով մեխակավան Ջաբրայելում հա հիմա ինքը ինչ ասելու է որ հայրս զոհվել է մի րոպե դուք Արգիշտի Մեխակյանի փոխարեն մի խոսեք ինչու որտեղ Արգիշտի Մեխակյանը որ շաբաթներ առաջ լրագրողներից մեկի զրույցում ասում էր որ հայրը իր պապուն ասել է որ այդ հողերը պետք է հանձնել այն հողերը որտեղ իր անունով բնակավայր կար ինքը ասաց պապան եկավ պապիկիս ասել է պապիկս պատմել է որ պապան եկել էր ասել էր որ հողերը պետք է տան ես իհարկե Ես շատ ցավում եմ այդ մարդու համար խոսքը Մեխակյանի մասն է որ այսպեսի ժառանգ է թողել բայց ես այն խոստումների իմաստով միտք ասեմ էլի կշարունակեք եւ մոտենում ենք արդեն ամփոփանը ես վերջերս այսպես աչքի տակով անցկացնում էի քաղաքացիական պայմանագիր 2021 թվականի նախընտրական ծրագիրը Եվ ես ձեզ ամենայն անկեղծությամբ եմ ասում, իրենք այդ 120 էջանոց փաստաթուղթը, այդ 120 էջանոց փաստաթղթի ամեն էջում տված խոստումը խախտել են։ Ամեն էջում տված խոստումը։ Իսկ Արցախի մասով իրանց տված խոստումն ուղղակի խայտարակություն են այսօրվա իրավիճակը նայում ենք։ Բայց գալով Էջմիածնի վաղարշաբաթ խոշորացված համայնքի ընտրություններին, մենք կարող ենք ասել, դիմելով նաև վաղարշաբաթի մեր հայրենակիցներին, որ վաղարշաբաթցիները այսօր պատմական գործընթացի մեկնարկ կարող են տալ։ Իրենք ըստ էության Էջմիածնիները, խոյեցիները, Զվարթնոցի բնակիչները իրենց ընտրությամբ կարող են առանց որևէ խժդժության Նիկոլի ականջից բռնել կառավարության շենքից դուրս շպրտել։ Այո, ինքը կառավարության շենքից ֆորմալ առումով մի քանի ամիս հետո դուրս կգա։ Այո։ Եթե խելք ունենա հենց Էջմիածնի ընտրությունների հաջորդ օրը դուրս գա, բայց Էջմիածնի
քաղաքացիները, բնակիչները պատմական քայլ կատարելու հնարավորություն ունեն Նիկոլի ականջը բռնած դուրս շպրտել կառավարության շենքից մի քանի ամիս հետո եթե Նիկոլը Գոմեշի կաշվից երես ունենա մի քանի ամիս հետո համապետական ընտրություններով դուրս կշպրտեն եթե խելք ունենա ինքը կթողնի ուղղակի գնա բայց այս առումով վաղար շաբաթը Էջմիածինը հնարավորություն բացի նրանից որ հոգևոր մայրաքաղաք է դառնա նաև փոփոխությունների կամ հայկական վերածննդի մայրաքաղաքը կդառնա։ Ես կարծում եմ որ բանը հոգևոր մայրաքաղաքի քաղաքացիները իսկապես պետք է զգան իրենց բառից բուն իմաստով հոգևոր մայրաքաղաքի քաղաքացիներ այդ պատասխանությամբ պետք է մոտենան եւ ես կարծում եմ որ մեր քաղաքացիները իրենց քաղաքացիական պարտքը կկատարեն եւ իրենց քաղաքացիական պարտքով ցույց կտան որ քաղաքացու արժանապատվությունը Հայաստանի քաղաքացու արժանապատվությունը ամենաբարձրն է եւ այն ինչ որ Լուկաշենկոն է վերաբերվում ասենք մեր Հայաստանի ղեկավարի հանդեպ ինչ որ ցույց տվեցին մենք այլևս տես բան չենք տեսնի 26 թվականից հետո բայց ես համաձայն եմ Բորիսկոյի հետ որ առաջի քայլը մենք պետք է դնենք վաղարշաբաթում որ դրեցինք մենք քայլ առ քայլ Գյումրիում դրեցինք հետո բանում Վանաձորում փաստացի դրվեց Ալավերդիում դրվեց Գյումրի, Վանաձոր, Ալավերդի մնացած համայնքներ դրանք Նիկոլ Փաշինյանի դագաղի քաղաքական իմաստով մեխերն են։ Հիմա Էջմիածինը վերջին մեխն է։ Այո, եւ ես դրա համար եմ ասում, որ իսկապես այստեղ մեր քաղաքացիների արժանապատվության խնդիրն է, որտեղ այս մարդը ձեր արժանապատվությունն է տրորում հարգելի քաղաքացիներ, երբ որ իրեն գիքորի տեղ են դնում, ասենք, դրսի ղեկավարները ծաղրում են իրեն այդ մակարդակի, ինքն էլ մարսում է այդ ամենը, որտեղ չի կարող չմարսել։ Ինքը ծաղրում է իրենց, ծաղրում է Էրդողանի նվաստացումները, ծաղրում է Եվրոպաստայի նվաստացումը, ծաղրում է Էլ Ալիևի մասին չեմ ասում, որտեղ ինքն է դարել այդպիսի վիճակի, ինքը պարտված ղեկավար է, պարտված ղեկավարը չի կարող ապագա ներկայացնել, ապագա առաջարկել հասարակությանը, որպեսզի կարողանա իսկապես երկիր տեսնի ապագա, այդ պարտված ղեկավարին պետք է ստեսություն ասի։ Խնդրեմ պարոն Դանիել, ձեր խոսքերը ավարտեք։ Ես ուզում եմ մի հատ կարճ պատմական ակնարկ անել, երբ որ 1442 թվականին Սսից կաթողիկոսությունը տեղափոխվում է Էջմիածին, այն ժամանակ Կարակոյուն լումների ցեղի տիրապետության տակ էր Էջմիածինը, դա գաղափարախոսներից մեկը Թովմաս Մեծոփեցին մի երազ է տեսնում, որտեղ ասում է այստեղ հայեր են հավաքվելու եւ ապագայում Հայաստան լինելու։ Ես ամենայն լրջությամբ ասում եմ, եթե կաթողիկոսությունը Էջմիածին չտեղափոխվեր, այսօր Հայաստան չէր լինելու։ Դա քաղաքական ծրագիր է եղել եւ այդ ծրագրի մասին նաեւ խոսում էր Ստեփանոս Օրբելյանը, որը նույնպես միջև այդ կարևոր դերակատարություն է ունեցել այդ գործում։ Փաստորեն Էջմիածինը դա հիմքն է դարել, որ այսօր մենք հայկական պետականության եւ այսօր ճակատագիրը այնպես է դասավորվել, որ ելի Էջմիածնում վաղար շաբաթում է որոշվելու Հայաստանի ազատագրումը եւ էջմիածինցիները դա ունեն առաքելություն այդ գործում եւ ես կարծում եմ սա պատահականություն չի։ Մի հատ էլ ուղղակի կներես մի վարքան էլ ասեմ, հա, նույն բանը կրկնես նաև Փաշազադեն ընդամենը մի քանի ամիս առաջ ասաց, որ մենք փաստացի պետք է ամեն ինչ անենք, որ Էջմիածինը եւ եկեղեցի այդ կարգավիճակը որ կա, վերացնենք, որտեղ հենց այդ եկեղեցին մագնիսիպես քաշում է, հայտարարեցին, որ Էջմիածինի Ղազիաթ են ստեղծել։ Այո, այսինքն այդ քո ասածը բառացիորեն Փաշազադեն կրկնեց եւ որը ցույց է տալիս թե ում պատվերով է գնում այդ եկեղեցու դեմ պայքարը եւ ես կարծում եմ որ մեր քաղաքացիները պետք է որոշում կայացնեն իրենք Փաշազադեի կողմն են թե հայության կողմն է սա է ամուր խնդիրը Հարգելի հայրենակիցներ ամփոփում ենք մեր այսօրվա քննարկումը խոսում ենք Էջմիածնի վաղարշաբաթ խոշորացված համայնքի ընտրությունների մասին սիրելի վաղարշաբաթցիներ մի քանի օրից դուք հնարավորություն եք ունենալու կատարել ընտրություն իրականում այստեղ խոսքը քաղաքական ուժերի մասին չէ, այստեղ խոսքը ունենալ հայ առաքելական Սուրբ եկեղեցու կենտրոն հանդիսացող մայրաթոր Սուրբ Էջմիածին, թե ունենալ Էջմիածնի Ղազիաթ ադրբեջանական հոգևոր կենտրոնով, այստեղ ընտրությունը շատ պարզ է, ընդդիմադիր դաշտում, իրական ընդդիմադիր դաշտում գործող ուժերին դուք գիտեք, Մայր Հայաստան կուսակցություն, իր թեկնածով Գրիշա Հարությունյան հաղթանակ դաշինք Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ եւ հայրենիք կուսակցություն, հա,
Խաչիկ Մանուկյանի գլխավորությամբ։ Ես իհարկե առաջարկեմ, չգիտեմ ինչքան հաշվի կառնեք իմ կարծիքը, քվեարկել անպայման Մայր Հայաստան կուսակցության օգտին, բայց եթե ուզում եք ընտրել այլ ուժ, այս ուժերից որևէ մեկին կարող եք ընտրել, միանշանակ իրենք ընդդիմադիր ուժեր եւ պետք է ստանան ձեր ձայնը, բայց քվեարկելով, ինչպես պարոն Բոզյանը ասաց, քվեարկեք ընդդիմադիր ուժերի, որպեսզի չպարտվեք։ Քվեարկեք ընդդիմադիր ուժերի հանուն Էջմիածնի որպես Մայրաթուր Սուրբ Էջմիածին կենտրոն, ոչ թե Էջմիածնի Ղազիաթ։ Մնացածը այլ հարցեր են, դու կարող եք հետո տարբեր ուժերի քվեարկել, մեկին դեմ լինել, մեկին կողմ լինել, բայց այստեղ շատ կարևոր է ընտրել հայկական ապագայով Էջմիածին եւ ընտրել Փաշինյանին կառավարությունից դուրս շպրտելու օրակարգը, այնպես որ ընտրությունը ձերն է, ես վստահ եմ, որ Էջմիածինցիները ողջևորվելով նաեւ գյումրեցիների թասիբից, գյումրեցիների կատարած ընտրությունից, գյումրեցիների այս հակահայ իշխանությունների նկատմամբ մերժողականությունից իրենք առավել մեծ թվեր են ոնց որ ցույց տալու եւ եթե Գյումրիում իրենք կարողացան անգամ վարչական ռեսուրս կիրառելով 30 քանի տոկոս հավաքել, ես կարծում եմ պիտի վաղարշապատում 30%-ն չհաղթարեն։ Այսօր այսքանը ես շեշտեմ, մենք անշաբաթյա իրական օրակարգի ֆորմատում քաղաքագետներ Երվան Բոզյան եւ Ստեփան Դանիելյանն այս անգամ խոսում ենք վաղարշապատի ընտրություններից, տեսություն կհանդիպենք։